Հատված ՔՊ վարչության փակ գաղտնի նիստի սղագրությունից։ Մեր տեղեկությունների համաձայն վերջերս տեղի է ունեցել ՔՊ վարչության փակ գաղտնի նիստ, որը նախագահել է Նիկոլ Փաշինյանը եւ որտեղ քննարկվել են առաջիկա ընտրությունների հետ կապված մի շարք հարցեր։ Չնայած գաղտնիության ռեժիմին, նիստի սղագրության մի հատված հայտնվել է մեր տրամադրության տակ, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես. Հարգելի գործընկերներ, ընտրություններին մնացել է 100 օր, եւ մեր վիճակը մեղմ ասած հորրի է։ Ինչ առաջարկներ կան։ Եկեք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների թոշակները բարձրացնենք 10,000 դրամով։ Ում թոշակները այն օպելներով համբալների, գոնե կարքին հատկատ կա մեջը։ Մի րոպե վրա մի տու։ Նախ բոլորինը չենք 10,000-ով բարձրացնելու։ Այլ միայն քիչ ստացողներինը։ Երկրորդ հետո մի բան կանենք։ Այդ թոշակառուների թիվը մի 25%-ով կկրճատենք, որպես ինչ են այդքան երկար ապրում։ Բայց դա չի դիտվի որպես ընտրակաշարք։ Ես որպես արդարադատության նախարար ասեմ, որ ընտրակաշարքի գործով արդեն Ուսումնասիրություններ են կանում, որովհետև Սամվել Կարապետյանի որդին խոստացել է 100 ուսանողների պարգևատրել։ դե հենց որ այդ կուսակցությունն արգելելու վախտը գա, ձեն հանեք։ Բայց հիմիկվանից ասեմ, 4 կուսակցությունից ավել չեմ կարող արգելեմ։ Այն հիբրիդային եվրոպացիները վրես կխոսան։ Բայց իմ հաշվելով 15 կուսակցություն ա ուզում մասնակցի։ Եթե կենտրոնականը մենակ 4-ին արգելի։ Այն մնացած 32-ի դեմ ոնց ենք պայքարելու։ Լավ, թոշակներ բարձրացնելը հասկացանք։ Ուրիշ ինչ ենք անում։ Արարատ հաստատ չեն գաղտնա լսում, չէ՞։ Արտաքին աջակցությունից ինչ կա։ Մինչև ընտրությունները խոստացել են չկրակել։ Ուղարկելու են նաև 18,000 տոննա բենզին, 40,000 տոննա ցորեն, 1000 տոննա ձեթ, 2000 նամազի գորգիկ։ Բայց այդ վերջինից երևի հրաժարվենք կամ էլ թաքուն պահեստավորենք, եթե ընտրություններում հաղթենք, հաստատ պետքա գալու։ Եթե որն է, ինչ ես դթում դուրս տալիս։ Պարոն Հարությունյան, կներես, պատահաբար ստացվեց։ Հա, Արո ջան, իմիջայլոց զեկուցիր։ Տեսնեմ մեր ռեյտինգից ինչ կա, լավից վատի շտաբի պետմարդ ես։ Այսպես ասեմ, եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի եւ դրանց մասնակցել միայն ԿՊ-ն, մեր կուսակցությունը կստանար համարյա 7% կողմ ձայներ։ Եվ փայլուն հաղթանակ կարձանագրեր։ Իսկ քվեաթերթիկների 93%-ը կհամարվեր անվավեր։ Զանազան անպարկեշտ գրությունների պատճառով։ Հայաստանում 2.5 միլիոն ընտրող կա, դրա 7%-ը ինչքան է անում, 22,000 հոգի։ Գևորգ, ծնգլահանարիր, սուս մնա։ Ավենչո դու էլ հերիքա թքես գետնին։ Հասկացանք, սաղս էլ թքել ենք փայթիկին, բայց ձեզ մի քիչ հավաք պահեք։ Ի վերջո այս երկրում ԱԱՑ կա, դատախազություն կա, ոստիկանություն կա, 3 հատ թոփ թազա փոխոստիկանապետով։ Հո այդքան հեշտությամբ չենք հանձնվի։ Ցավոք, սղագրությունն այստեղ ընդհատվում է։